Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում է աշխատանք, սկսում է Ձինա այդ նախագիծը եւ ինչպես միշտ Ակոպովնան ձեզ համար նախապատրաստել է հետաքրքիր բացառիկ երաժշտական եւ կարող եմ ասել նաեւ էքսկլյուզիվ թողարկում եւ ունեմ շատ սպասված հյուր։ Նրա մասին րոպեներ անց, որովհետեւ այս բան ըստ ֆորմատի պետք է շնորհավորեմ բոլոր նրանց, ում ծննդյան օրն է այսօր, ամենակարևոր առողջ եք լինում լավ մարդկանց շրջապատում եւ իհարկե Աստծո օրհնությամբ։ Հատուկ ձեզ համար տեսահոլովակ, որից հետո վերադառնում ենք տաղավար։ Իդեպ ասեմ, տեսահոլովակի տաղանդավորը արդեն ինձ մոտ տաղավարում է, ում մասն է խոսքը կիմանաք հենց հիմա։
Ես վստահ եմ, որ տեսահոլովակից արդեն շատերը մոտ նստեցին, ձայնը բարձրացրեցին, հասկացան, որ Ակոպովնան ունի շատ սպասված հյուր եւ ասոցացել եմ մի քիչ էլ տոնական օրվա հետ։ Այս բոլոր թեմաների շուրջ զրուցել եմ իմ տաղանդավոր ընկերոջ հետ, որը արդեն տաղավարում է, իսկ դուք հասկացաք, որ հենց ինքը Արթուր Պետրոսյան ինձ մոտ տաղավարում է։ Արձան, բարի օր եւ ողջույն։ Բարի օր, ողջույն Զինա։ Ո՞նց ես, Արձան։ Շատ լավ, դու ո՞նց ես։ Շատ լավ։ Ես քեզ որ գրում եմ, տեսգում ես, չէ՞, չեմ զանգում, միանգամից գրում եմ։ Գիտեմ։ Այդ գրում եմ, մի հատ չեմ ասում, բարև, գրում եմ Արդու քաղաքում ես, թե չէ։ Արդու ապրում ես ինքնաթիռներում։ Այո։ Բայց լավ կյանք է դա։ Մի չդժգոհ Լավ, ես։ բայց դժվար։ Հա։ Դե բայց վաստակել է պետք եւ նաեւ արվեստը ներկայացնել, չէ։ Այո։ Ուր ես եղել վերջին անգամ եւ երբ ես վերադարձել։ Եղել եմ Գերմանիայում ամանորին։ Ահա։ Մեր հայրին ուրախացրել եմ եւ միասին անցկացրել ենք ամանորը 2026 թվական։ Ու հիմա պատրաստվում ես մեկնել։ Մոտ օրերս այո։ Բան չասեցի։ Ես վստահ եմ, որ հենց հիմա Սփյուռքը նախանձում է, ու ամեն մեկը մտնես մեզ մոտ երբ հա գալու, բայց կա շատ ճիշտ եւ հաճելի տարբերակ հրավերք։ Ուրիշ ոչ մի բան։ Շատ ունեմ հրավերքներ, Զինա ջան, տարբեր երկրներից։ Ընտրում ես արդ։ Փորձում եմ, որ բոլորին ուրախացնեմ, փորձում եմ բոլորի առիթների ներկա գտնվեմ։ Ու շատ հաճելի է, շատ ուրախ եմ այդքան ջերմ ընդունելության համար, այդքան սիրո, այդքան հարգանքի ու վերաբերմունքի համար մեր հայ ազգին սիրում եմ բոլորին շատ։ Դե իրանք դա Անչափ հասկացել եմ։ շնորհակալ եմ ու խոնարհվում եմ բոլորի առաջ։ Ապրես, շնորհակալ եմ նաև քեզ լավ գործի համար։ Ես ուզում եմ երկու նախադասությամբ այն տեսահոլովակից խոսենք, որը պրեմիերա էր իդեպ մեր ծրագրի շրջանակներում, այն հաճելի երաժշտությունը, ու ես չեմ պատկերացնում մի հայի, այսպես ասած, որ ինչքան էլ նեղվածնի, վատ տրամադրությունն է, չգիտեմ, կամ որ ասում մի հատ լավ խմեմ, որ նոր կարգին քեֆ անեմ, լսի, որ ասում գործիքի դու քո նվագածը չկանգնի ոտքի ու չպարի։ Այս գործը հենց այդ գործերից մեկն է։ Մի երկու նախադասության պատմից։ Դա մեր հին տարիների գործ է, ասենց ասած, այսպես ասած, վանաուշի է կոչվում։ Լավ։ Այո։ Վանաուշի է կոչվում, հիմա նորովի ավելի տարան։ Ես որոշեցի ինֆորմատով ներկայացնեմ հանրությանը։ Տեսահոլովակը թարմը մի քանի օրվա պատմությունը, չէ՞։ Շատ լավ։ Ես խոսք եմ տալի, որ այն բազմիցս կարող եք դիտել մեր ծրագրի շրջանում, եւ ֆորմատային շատ է մեզ հարմար։ Իսկ հիմա գալիս է ընդամենը 1 օր հետո նորապսակների ամենասպասված օրը, Տրնդեզը, եւ ես այս ծրագիրը ամբողջությամբ ուզում եմ նվիրել հենց այն նորապսակներին, այն զույգերին, թեկուզ նշանադրված, նրանց համարել է այո Տրնդես, եւ վստահ եմ, որ շատ-շատն էլ հիմա ասում են իդեպ Արտուրը մեր մոտ է լինելու։ Արտու զբաղված ես, չէ՞։ Այո։ Մի տեղով թե մի քանի։ Մի քանի։ Չասեմ։ Շատ լավ։ Այդ օրը շատ ավանդական ավանդույթներով օր է։ Հա։ Հա, ես բոլորին ցանկանում եմ սիրար զույգերին բոլորը ամուսնանան, շատ սիրեն իրար, ընտանիքներ կազմեն, մեր ազգը բազմացնեն, մենք էլ ուրախացնենք իրանց եւ ներկա գտնվենք իրանց ամուսնություններին։ Ապրես։ Ես ուզում եմ խոսենք նաեւ բենդի մասին։ Քանի որ արդեն դու հանրությանը ներկայացնում ես, որ դու ունես ընկերներ, որոնք ես այդ բենդ են կազմել եւ իդեպ ունեմ նաեւ անակնկալել ես եթերում բնականաբար ընկերոջս օգնությամբ։ Քանի անձ է, ովքեր են, ինչպես բացատրիր եւ պատմիր։ Զինա ջան, ես որոշեցի ստեղծեմ իմ բենդը, Art Music Band։ Քանի որ շատ են հրավիրում ինձ բենդով, շատ են առաջարկները շատ են, ես որոշեցի, որ իմ ստեղծագործությունները իմ ընկերների հետ մատուցենք ժողովրդին։ Այսինքն հիմա քեզ որ հրավիրում են, Արտու հնարավորություն ես ասես, ես կարող եմ բենդի հետ գալ։ Այո, ես դա էլ եմ առաջարկում։ Դա միանշանակ ես բոլորի հետ եմ աշխատում, բոլոր իմ ընկերներն են, բոլորին շատ սիրում եմ, շատ ողջունում եմ, տարիների իմ ընկերներն են։ Փորձում եմ ուղղակի իմ բենդի հետ գնամ։ Արդեն ունեք պատրաստի ծրագիր։ Այո, այո։ Շատ լավ։ Իդեպ ասեմ բենդին հրավիրել ենք մեզ մոտ տաղավար եւ ինչ Տրնդես անել Ակոպովնայի ծրագրից չսկսած, հա։ Բայց մինչեւ առաջի գործին այսպես ասած անդրադարձել, ինձ մի ուրախալի թեմա կա, որ ես արդեն շատ եմ այս թեմայից առնչվում նաեւ մեր ծրագրի շրջանակներում։ Այսօր փաստորեն նորից ծնվեց այն ինստիտուտը, որը կոչվում է բենդ։ Այո։ Փաստորեն հիմա առիթ հատերերը իսկապես ուզում են բենդեր։
Արջան, ասա որ կա։ Մի պա բավականին սով էր։ Ասենք ես ինքս նեղվում էի։ Մի երկի չէ լինեներ, թե չէ, այսինքն մի ամբողջ հարսանիք ես եղել եմ մինչև 400 անձի հարսանիք եմ վարել արդ, բայց միայն DJ-ով։ Չէ, էլի Փաստով էլի հա խնդիր չի, դա Դա իմ համար ես նեղվում եմ։ Բնական է։ Հա, որ մի հատ մեր հայկականը, որ մի հատ չխփեն, որ դա հոլն ու զուռնան, չգիտեմ, կլարնետը, որ թեման դառնա իսկապես տոնական։ Բայց ես գիտեմ, որ դու ինձ համար նախապատրաստել ես նաև, այսպես ասած, երաժշտության պրեմիերա։ Այո։ Եվ Իմ ստեղծագործությունն է, դա ես չնայած շատ ունեմ։ Ուղղակի այսօր այդ պրեմիերան կանենք քեզ մոտ, այդ մեկը։ Շատ լավ, տղաների հետ։ Այո։ Իսկ երգի եւ երաժշտության, այսպես ասած, նաև պրեմիերան արդեն մեզ մոտ է, որից հետո վերադառնում ենք եւ ամփոփում ենք։
Տենչ 21 TV-ի եթերում շարունակում է աշխատանքը Ձինայդ նախագիծ Արթուր Պետրոսյանը իր խմբի լավագույն տաղանդավոր ընկերների հետ ինձ մոտ տաղավարում է եւ ես ուզում եմ հասկանալ ինչ ենք պատրաստվում 26 թվականին ներկայացնել, իրականացնել, բացի այն, որ ես վստահ եմ ունես կիսատ գործեր։ Այո, Ձինա ջան։ Այս տարի փորձելու եմ ավելի շատ ստեղծագործություններ, համերգներ, ավելի նորովի, նոր գործեր, բենդով։ Սպասենք անակնկալների, որտեվ շատ բուրըն է լինելու այս տարի։ Շատ լավ։ Իսկ տեսահոլովակը դեռ առաջին էր, որ բենդի հետ էր, որ ներկայացրեցի։ Փաստորեն դեռ էլ սկիզբն է։ Այո։ Շատ հագկծեր գաղտնիքներ չեմ ուզում բացել։ Գաղտնիքները ես կբացեմ։ Տեն որ ասում եմ իմանա Ձինան մենակ այն որ բավական է, հույսով եմ ընկերները չեն նեղվի։ Բայց քանի որ դու շատ տենց միշտ գրավիչ տարբերակով բլից հարցերն ես պատասխանում։ Միջև երկրորդ ստեղծագործությանը անցնելը պատրաստ ես մի քիչ փորփրենք ճաշակդ թելադրելու համար։ Փորձենք։ Չնայած մի քանի բան գիտենք, բայց նորություններ կան։ Արթուրի մոտ առավոտյան ժամը քանիսին է սկսում օրը։ Ճիշտը կասես։ Միջինով։ 11-12։ Հա, էլի լավ, այս ավելի վատ է պատկերացնում։ Իսկ աչքերը բացելուն պես սուրճ է, հեռախոս։ Սուրճ, հեռախոս։ Թե։ Հա։ Թեն էլ հետը, չէ։ Թե, չէ։ Չէ, լավ։ Լավ, առավոտյան սուրճ թե երեկոյան թեյ։ Առավոտյան սուրճ։ Սպորտային թե երեկոյան հագուստ։ Երեկոյան հագուստ։ Շատ լավ։ Օրվա մեջ քանի անգամ կարող է տրամադրությունդ փոխվել։ Այ, ինձ մոտ շատ է փոփոխում։ Իսկ դա շրջապատի վրա ազդում է։ Փորձում եմ որ չազդի։ Երևում է դեմքիցդ Արթուր։ Փորձում եմ ցույց չտամ, Բայց չի լինում։ Ճանաչողները հասկանում որ մի բան այն չի։ Հասկացա։ Ինչը կարող է հունից քեզ հանել։ Շատ այդպես թեմաներ կան։ Կան։ Այո։ Լավ, նախընտրած ուտեստ։ Չէ։ Չէ, գուրման չես։ Որ լավ ուտել չես սիրում համով։ Դե սիրում եմ, տարբեր կուխնյաների սիրում եմ։ Շատ լավ, իսկ խմիչք։ Կոնյակ երևի։ Լավ, նախընտրած կենաց։ Հայազգի կենաց։ Ապրես։ Իսկ այն ավանդական հանդիսավարներս, որ գիտենք Արթուրը գալու է գործի մեզ հետ աշխատելու այդ օրը, որ գալիս են ասում են Արջան, որ կենացն ենք խմում, որ դու նվագես, որն ամենահոգեարազատը քեզ։ Այ, ծնողների կենացը, հայրենիքի կենացը, ընկերության կենացը։ Այո, շատ կան, որ կարելի է տարանջատել։ Համաձայն եմ։ Իսկ ինչի մասին չես բարձրաձայնի։ Շատ բարդ հարցեր ես տալիս ինա։ Շատ խորաց արդեն։ Լավ, չեմ թուլացնեմ մի քիչ։ Իսկ մի հարց էլ մարդ կա, որ գիտի քո բոլոր գաղտնիքները։ Ոչ։ Իսկ իր կա, որ գիտի քո բոլոր բարբարում ես։ Իհարկե, հեռախոսը։ Այո։ Աստվածի, կարակ չպատասխանեք։ Դու բոլորի պատասխանը գիտես։ Ինչից ես վախենում դու Արդ։ Ես վախենում մենակ իմ Աստծուց։ Հա, կա տենց բան։ Լավ, մի քիչ թուլացնեմ։ Արդ Քիմ Քարդաշյան թե Վիագրա։ Քիմ Քարդաշյան։ Ճիշտ է, էլի, ասենք ինչի Վիագրա։ Հա, էլի։ Հա, ոնցած էտապա, էլի։ Լավ, հիմա խորտակվող նավ։ Ես հարցը գրեթե այն բոլոր ընկերներիս եմ տալի, ում պաշտում որ գիտեմ որ ցածին, բա որ ընկերներս էս տեքստը լսեն, ասեմ ես ընկերներիդ կզանգեմ, կասեմ որ սա կատակ էր։ Լավ, խորտակվող նավը։ Եվ երկու անց կա։ Ինձ հետաքրքիր ում առաջինը ձեռք կմեկնես։ Մեկը խորտակվողներից Մանչն է, մյուսը Ձինա Հակոբովնան։ Մանչ։ Այ բարդ հարցեր։ Ար երկուսիդ էլ օգնես, չէ՞։ Հա, էլի։ Ասենք ունենք Գևորգ Մարտիրոսյանն է եկավ ինձ մոտ, անուններ տվեցի, որ երկուսն էլ շոտ են, որ տպավորիչավներ ու Գևին էլ կփրկի։ Գևին էլ կփրկի։ Ասես դին ոչ մեկին է չեմ փրկի, դու երկուսը խորտակվեն գնան Գերովի մամա։ Այնպես որ լուրջ մի վերաբերվեք այս հարցին, հարգելիներս։ Եվ վերջում, ես գիտեմ, որ յուրաքանչյուրդ երաժիշտներով ունեք նախընտրած դեմք ում գործերը սիրում եք։ Ուղղակի լսել եմ, որ գիտեմ նաև մեքենայի մեջ էլ ունեք։ Հիմա եթե տենց հնարավորություն լինի Արթուրին, Արդ ում հետ կուզեիր դուետ կազմել։ Կա ինչ-որ մեկը, որ դու իսկապես ուզում ես նրա հետ դուետ կազմել։ Երաժիշտ։ Շատ կան է ախր ձին։ Դրսից Արդ, դրսից կան։
Մտածել ես այդ թեմայի շուրջ։ Չէի մտածել ճիշտն ասած։ Մտածել ես նենց կուզեմ։ Ուղղակի հլավոր երազում ենք, որ Հալա։ հասնենք այդ մարդկանց։ Արդ կթողես ես այդ գործում լինեմ պրոդյուսեր։ Ահ, մեծ սիրով խիչ է։ Դե տոկոսի համար եմ ասում։ Այո։ Շատ լավ, իսկ Արտուրն ունի կարգախոս։ Այո։ Ասում ես եթերում որն է։ Մի արա այն, ինչը չես ուզենա, որ քո հանդեպ անեն։ Օ, լավն է, էսի Այո։ կարելի է սովորել իդեպ։ Շատ լավ։ Հենց այս նոտայի վրա հարգարժան առիթ հատարեր հատուկ ձեզ համար հաճելի երաժշտություն։
Դե ինչ 21 TV-ի եթերում Art Music Band-ն է, տաղանդավոր Արթուր Պետրոսյանի ինձ մոտ է իր ընկերները, հարգարժան առիթատերեր եւ այն ռեստորանային ակումբների, նաեւ music hall-երի տնօրեններ, որոնց խեղտամայն անում ամեն անգամ ասում են, «Ձին ինչ նորություն կա», մի ամբողջ թողարկում նորություն եմ ձեզ համար բերել, այնպես որ ճիշտ է վաղը զբաղված ենք, արդեն մի քանի տեղով տարբերակ չունենք, բայց հարգելներս իմ կարծիքով, եթե լավ երաժշտություն է լինում որակյալ, ամեն օր էլ տոն է, էլի։ Հիմա քանի որ տոները մեզ համար բավականին լուրջ թեմա է, շատ քիչ են։ Մենք պետք է ստեղծենք, ասա որ տենց է։ Այո, բավաց։ Շատ լավ, իսկ վերջում ես ուղղակի ուզում եմ, որ պահանջեմ եթերում, որ նորության դեպքում Մարջան, ես սենց քրքրվում եմ մեջտեղից, հասկանում ես, տեղ չկա, շատ է ինֆորմացիան, ու ես չեմ կարող ամեն անգամ տեսնել իմ համեստ ընկերները, թե ինչ նորություններ ունեն։ Արձագանքիր, որ առաջինը ես ներկայացնեմ, թե չէ եթե դու գնաս ուրիշ տեղ, գաս ինձ մոտ, ամբողջ տաղավարով ձայնս կլինի։ Գիտես չէ։ Էնպես որ շատ շնորհակալ եմ քեզ։ Ուզում եմ ծաղկեք ամենաշատը, լավ բեմեր եւ տա Աստված, որ ինչու ոչ, թեկուս այն լավ սեզոնին, որ ասում է բարխտնի սեզոն կա, չէ, սեպտեմբերին։ Կազմակերպեք մինի մենահամերգ Ակոպովն անել սիրով կվարի։ Դա իմ երազանքներից մեկն է, բայց քիչ մնաց, ես վստահ եմ սենց աշխատեք։ Որ Աստված կիրականացնի իմ երազանքները։ Շատ եմ խնդրում Աստծուն, շատ եմ խոսում Աստծու հետ։ Դա իմ երազանքներից մեկն է, որը որ բարձրաձայնում եմ Զինա ջան։ Իսկ Աստված ամենքին սրտով տալիս է։ Շնորհակալ եմ շատ քեզ եւ այսքանից հետո շնորհակալ եմ բոլոր այն հեռուստադիտողներին, ովքեր որ միշտ գրում են, ջնջում են, մեկնաբանում են, պահանջում են, նկար վիդեոներ են ուղարկում, փորձում եմ իրականացնել շատ շատերի նաեւ խնդրանքներ։ Ինչու՞ ոչ ինձ համար է շատ հաճելի, երբ որ իմ ընկերներն են ինձ մոտ տաղավարում։ Միջև հիմա ձեզ հետ Արթուր Պետրոսյանն էր իր տաղանդավոր ընկերներ եւ իհարկե ձեր Զինա Ակոպովնան, ում կարող եք փնտրել եւ գտնել բացառապես 21 TV-ի եթերում։ Բարին ձեզ։